Մայիսի 24-ին Նինո Ծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ փառատոն, որը կրում էր «Ես սիրում եմ Վրաստանը» խորագիրը։ Այս փառատոնը կազմակերպվում է Գրալի արվեստասերների ասոցիացիայի կողմից ու ամեն տարի անցկացվում Վրաստանի տարբեր շրջաններում։ Այս անգամ այն անցկացվեց մեր շրջանում, որը մեծ ոգևորություն էր ինչպես արվեստասեր հասարակության, այնպես էլ մշակույթի բաժնի ծառայակիցների համար։ Այս փառատոնը, որ կազմակերպում է Գրալ արվեստասերների ասոցիացիան, այն ամեն տարի տեղի ունենում յուրաքանչյուր մեկ շրջանում։ Այս տարի մեր բախտին մենք եւ այդ բախտին արժանացանք եւ անցկացվեց փառատոնը, սա իսկապես գեղեցիկ փառատոն էր, փառատոն բարի իմաստով, փառավորված տոն, այնպես որ գեղեցիկ պարերի, գեղեցիկ երգերի, գեղեցիկ շարանների, բազմաժանր, ինչպես ազգային հայկական վրացական, այդպես նաև հեղինակային բեմադրված պարեր, ժամանակակից պարեր, իսկապես շատ գեղեցիկ էր։ Ներկայացված էին ոչ միայն մեր Սամսխե Ջավախեթի շրջանի մունիցիպալիտետների ներկայացուցիչները, այլ նաև Թբիլիսից Գերգետի հոյակապ մի անսամբլ, որ իսկապես մեծ հաճույք պատճառեց իսկական պարի արվեստի, պարի շարժումների, պարի այն բեմադրմամբ իր յուրաքանչյուր դետալներով, որը կարելի է օրինակ ծառայել մյուս պարի անսամբլերին հետ։ Մերոնք էլ ինչպես միշտ ունենք մենք մեր ներկայացված եւ երաժշտական դպրոցը եւ մեր մշակույթի կենտրոնը, այսպես իսկապես կարելի հասկանալ, թե մերոնք որ գնալով դրսում վերադառնում են հաղթանակներով, իսկապես այն ցուցադրում է այն, որ մենք եւս տեղ ունենք նաեւ մեր հանրապետության մյուս անսամբլների հետ, իհարկե ոչ պրոֆեսիոնալ եւ այսօրվա ներկայացած անսամբլները ունեն իսկապես պատրաստված արդեն այն արվեստը, որը կարելի է ծափարել երկար եւ երկար։ Իսկապես գեղեցիկ մեծ հաճույք էր եւ կարելի ասել, որ մենք եւս մեկ անգամ հայտ ներկայացնենք, որպեսզի այսպիսի փառատոները շուտ անցկացնեն մեր մոտ եւ այն, որ ինտեգրացվում է եւ մենք ծանոթանում ենք վրացական արվեստի հետ, վրացի երիտասարդների երեխաները ծանոթանում են մեր տեղ արվեստի հետ, դա ավելի է մոտիկացնում արվեստասերին եւ երեխաներին։ Փառատոնի ծրագրում ընդգրկված էին երգեր, պարեր, գործիքային կատարումներ։ Վերջինիս մասնակցում էին Նինո Ծմինդայի երաժշտական դպրոցի դհոլի եւ երգչախմբի, Մամզարայի հանրային դպրոցի երգի, Նինո Ծմինդայի ախալքալակի, Վալեի, Ադիգենի եւ Թբիլիսիի պարային համույթները։ Օրը տոնական էր, տպավորությունները անգնահատելի։ Շատ շնորհակալ եմ այսօրվա համար, շնորհակալ եմ մասնակից թիմերին։ Այսօր մասնակցում են 19 պարային համույթներ, եկել են Թբիլիսիից, Ադիգենից եւ այլ շրջաններից, եկել են մասնակցելու այս փառատոնին մոտ 500 մասնակից, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով ու գավաթներով։ Նշեմ, որ բոլոր համույթներն ստացան դիպլոմներ եւ դրամական պարգևներ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նինո Ծմինդայի ղեկավարությանը, քաղաքապետ Տիկին Անի Վարդմոսոյանին, ովքեր աջակցեցին այս փառատոնը անցկացնելու գործում։ Այս գեղեցիկ երեխաները եկել են մասնակցելու իրենց պարային համարներով։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մշակույթի տան տնօրինությանը, շնորհակալություն ձեր ծառայությանը, որ եկել եք։ Մերների մեջ կա պայքար, բարի մեջ երկումա, ձերքերի մեջ անդարկան, պայման է հաղթական, նշավ ու սասնան, բարում է, այդտեղ ձերքերով է, ես անգեք կողան սրտեր, ես ուրման զենքի եկեր։ Հայ եւ վրաց արվեստի բազմաթիվ գործեր հնչեցին Նինո Ծմինդայի մշակույթի տան բեմից։ Գեղեցիկ պարերով հանդես եկան հայ եւ վրաց եղբայրական ազգերի ներկայացուցիչներ։
մեկ անգամ եւս հիշեցնելով ու կարևորելով բազմազգ Վրաստանի միասնությունն ու բարեկամական կապը։ Ჩვენ ჩამოვედით თბილისიდან, ჩვენი ორგანიზაცია არის ქართული ֆოლკლორის განვითარების Մենք եկել ենք Թբիլիսից, մեր կազմակերպությունն է Վրաց պարարվեստի զարգացման ազգային կենտրոնը, որը կոչվում է Գրալի։ Մեր նպատակն է Վրաստանի մասշտաբով անցկացնել փառատոն համույթների մասնակցությամբ եւ այն անցկացնել պետության յուրաքանչյուր անկյունում։ Մեր փառատոնը կրում է «Ես սիրում եմ Վրաստանը» խորագիրը։ Նպատակն է Վրաստանի տարբեր անկյուններից միավորելու պարային խմբերին մեկտեղ։ Մեր փառատոնի նպատակն է նոր սերունդներին մոտեցնել մշակույթին, միավորել եւ արժանապատվորեն անցկացնել Վրաստանի անկախության օրը։ Ես այս կազմակերպչական աշխատանքներն իրականացրել եմ իմ ընկերոջ հետ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել տեղական ինքնակառավարման մարմիններին, Սակրեբուլոյին, քաղաքապետարանին, մշակույթի տան տնօրինությանը, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գեղեցիկ միջոցառումն իրականացնելու գործում։ ֆեստիվալի ցույց դալի դիդի մատլոբա։ Աշխուժ էր մթնոլորտը մանավանդ Թբիլիսիի Գերգետի համույթի պատանիների համար։ Ջավախյան հյուրընկալ ընդունելությունը նրանց համար մեծ ոգևորության ու ուրախության առիթ էր։ Շնորհակալական իր խոսքում արտահայտվեց պարուսույցը։ Ողջունում եմ բոլորիդ։ Մենք եկել ենք Թբիլիսից, ներկայացնում ենք ժողովրդական Գերգետի պարային համույթը։ Ես պարուսույց Վանո Մաճարաշվիլին եմ։ Անչափ շնորհակալ եմ տեղական ինքնակառավարմանը, տեղի քաղաքապետարանին եւ մյուս բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին այս գեղեցիկ երեկոն անցկացնելու համար։ Շնորհակալ եմ ամենքին։ Մշակույթը այն ոլորտն է, որ չի ճանաչում ազգություն։ Այն ցույց է տալիս ժողովրդի հոգուց բխած աշխատանքով կերտած մի պատմություն, որը ամփոփվում է ամեն պարային շարժման մեջ։ Այսպիսի միջոցառումների հաճախականությունը առիթ է հերթական անգամ ցույց տալու ազգերի պատմությունն ու մշակույթը եւ կամուրջ հանդիսանում միմյանց ավելի մոտիկից ճանաչելու գործում։